Ակոժան դատակ, ուրեմն ես քիչ ավելի սկզբից սկսեմ, որ բոլորի համար շատ ավելի բարձր ավելի հստակ պատկերացում կազմել, ինչ տեղի ունեցել։ Ամսի 27-ին ողջունած նշեց դասավանդը մենք եկել ենք Պաշտպանության նախարարություն։ Մոտեցել ենք ՀԱԿ-ի երթապահիկներին մեր ասել ենք, որ մենք մեզ ճանաչում ենք բոլորը, քանի որ մենք բազմաթիվ անգամ ենք այնտեղ եղել։ Մի անգամ չի երկու, մի քանի անգամներ ենք եղել։ Մոտեցել ենք շատ դիրք, նորմալ, առանց մի հատ ավելություն մեզնից թույլ տալու։ Նշել ենք, որ մենք ուզում ենք այս ոնց որ ասել գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասելյան, Պաշտպանության նախարարի օգնական կամ խորհրդական Կամո Վարդանյան եւ ռազմական հետախուզության պետ Մարտիկյանի հետ հանդիպում, քանի որ ունեցել են, դեռ իրանց ասեցին, որ Մարտիկյանն արդեն զորացրած է թոշակյա, բայց դա կապ չունի։ Ունեցել ենք մենք հստակ հարցեր իրանց հղելու, որոնց պատասխաններից շատ բան կարող է փոխվել մեր ամեն որասպետի ճակատագրի տարածքում։ Պատճառաբանեցին, Արոն Անդրեասյանը ասեց, որ ես կզեկուցեմ, մենք սպասեցինք բավականին երկար ժամանակ, հետո ասեցին, որ տեխնիկապես դա հնարավոր է, որ դուք իրանց հետ հանդիպեք, հետո մոտեցան մեզ Պաշտպանության նախարարության զանգալի գնդապետ Սերոժը շատ ինքն որսի կողի կասում ենք երկու գնդապետ մոտեցան և ասեցին, որ սենց այսօր անհնար ժողովուրդ ջան շաբաթօրը աշխատանքային օր չի, գնացեք երկուշաբթի ես ձեզ երաշխավորում եմ, որ հանդիպումը ձեր ուզած մարդու հետ տեղի ունենա։ Մենք հավատալով դեր վերջապես երկու գնդապետ մարդիկ հավաստեցնող մեր դեր երաշխավորում են, իրանով չգոյապացում մեր դրա, որ իրան չհավատան, բայց Էդեն նշեմ, որ մենք մի անգամ ունեցել ենք նման իրավիճակ, երբ որ նույն գնդապետերի երաշխավորում էր, որ մենք հետ պատկերի հանդիպում էին ուզում ու այդ հանդիպում երաշխավորված էլի չլան, ես դաժե ասեցի իրան, ասեցի, կարող են նույն ձեր և ոնցոր են անգամ ապես այլել, երաշխավորեցիք հետո կենսելան, ինքը դաժե ասեց, որ չի կարող լինի տենց բան, հստակ պայմանավորվածությունը ձեր բերված է, դուք հանդիպումը ձեր ուզած շեշտում են, ձեր ուզած մարդների հետ կհանդիպեք։ Բարի թողել են գնացել ենք ոչ մի մենք ենք ոչ մի ոստիկանի, ոչ բար, թեպում, կտվում, դարհալ, բար չենք ասում։ Հանգից նստում ենք մեր մեկիդաները, գնացել ենք մեր տներում։ Բայց քանի որ մեր ծնողների մեծ մասը ապրում են մարզերում, որ չսպասենք իրան զանգել մեզի ժամ ասեն, մենք որոշեցինք, որ 12-ին նորմալ միջին ժամը, որ մարդիկ մարզերից են ասեցին հավաքվել հատել Պաշտպանության նախարարությանը, որ հենց ասեն դեպուս ժամը 3-ին կլինի, հարց չկա, մենք պատրաստ ենք սպասենք, քանի որ մեր հարցերը շատ կարևոր է, հարցերը շատ կարևոր են, ունեցած այդ մեր ինֆորմացիաները, որ ենք ստացել ենք, պետք անպայման իրանց հետ նստենք քննարկենք հարցեր տայք պատասխանելիս։ Եկավ ամսի 29-ը 12-ին դրացիք բոլորով հավաքվեցիք ծնողներով, մենք քաղաքապես այդքան շատ չենք եղել ենք 8-ից 10 ծնող, ավել չենք դրդավնորդորին 12։ Մոտեցել ենք, ասել ենք, որ մենք եկել ենք, վերակ պահել, Արոն Անդրեասյանն ասել, որ եկել կզեկուցի, որ եկել ենք, մենք սկսել ենք սպասել։ Ոնց որ ասեցին, մի ժամ, երկու ժամ, հետո եկան ասեցին, ձեր հետ կհանդիպի Արմանը Սարգսյան փոխնախարար, մենք ասեցին, մենք Արմանի Սարգսյանի հետ բազմաթիվ անգամ հանդիպել ենք։ Բացի է, որ մենք այդտեղ ենք հանդիպել, նաև Արմանը Սարգսյանը հանդիսանում է միշտ վերակշռական հանձնաժողովի անդամ, ներկայացների և գերերի համիջ իրավիճակի հանձնաժողովի անդամ, այդ նույն հանձնաժողովի անդամ նախկինում ես եմ։ Մենք ասեցինք, որ միայն մենք խոսալու բան չունենք այս հարցի վերաբերյալ, իր այդ չկա։ Էլ ասեմ մոռացա շեշտեմ, որ ամսի 27-ին հենց Պաշտպանության նախարարություն ես որ մոտենում եմ եկնեմ, Արման Սարգսյանի հետ
իրար դեմ հետանք, ես իրար տեղեր պայց, ասի ձեր մոտ հյուր են նալի, ասեց ինչ կա, ասեցի խոսալու բան կա, հեսը կհավակվեմ իմանալ, ինքը տողեց գնաց մեքենա, ինքը ոչ սպասել է ինչ կա, էդ ինչ որ է դա հացել միքոց, հիմա ենգավ դասարկեմ լային, որ մեզ արդեն ասում են, այդ հանդիպումը կայնի Արման Սարգսյան հետ, մենք ասեցինք մենք Արման Սարգսյան հետ, չենք ուզում հանդիպել, մենք ուզում ենք հանդիպել, ես ինչ ես մահացել։ Ուտեղ արդեն գնաց են նամենա արտավարական վերաբերմունք է ծնողների հանդեպ։ Ամենա ոնց ասեմ են, ասենք այդ ծնողները այդ արժանինքները չունեն, որ իրանց հետ այդպես արգաժան դրտան։ Չունեն, ես մարդիկ տվել են իրանց ամենաթանկը, իրանց երեխեքին են տվել։ Նման կերպով վարվել են ծնողների հոգեանուն դատվել։ Դրա համար մենք որոշեցինք, որ դռները փակենք, արդեն են դուրս գալ։ Բայց մեզ չէ որ մենք ունենք էին փակել, որ զմրսված է, ոչ մեկ չէր կարում։ Ես ինչ ասում եմ, վիդեոներում համացանցում տարածված է, մենք դուրների դեպը կանինեց, ռազմական ոստեր կա։ Այդ պահին ու ինչ է։ Վերջապես հետո այդ ամեն ինչը խաղանում ենք, ես ասեմ դեպել կա, վիդեո սա ինչ կա, այն սա կարակ հստակ կա, թող աշխության նախորդած հակի, ամբողջ վիդեոները կտրամադրեն, եթե դուք կտեղին կողմից կտեսնեք մեր հացավորանը, բայց այդտեղ ես դաժե ծնողը, որ խոսում են ռազմական ոստիկանության աշխատողի ծառայ հստակ տվյալներ են կարամ հիմա բարձրաձայնել են ումից ինչ տվյալներ են ստացել։ Էդ էլ կարամ ասեմ, ճիշտ է, այս գործի շրջանակում չի, բայց կարամ ետել ասել։ Ունեցել են տվյալ, որ պատերազմից հետո ռազմական հետախուզության պետը Մարտիկյանը Ռուսաստանի գրույց ստացել է 273 տղու, վերաբերել ցուցակ, անգամ որ բանում է, ճանգարում է Ադրբեջանի, բայց չկայի պատվարժան դատարան, չհարցնեին, որ դուք եք չես, խիչ ես ես կա ձերանել, պարոն Մարտիկյանը, ներող ծավեքնություն, ես դուք պետք է հասնել եմ հիմա ասեմ ես մյուսը, միրոս կետը, գլխավոր շտաբի պետ ասերյանը, որը իտողում չէ նորմալ խոսակ մենք վերջում հանդիպել են Միչալոս Մակոն ասերյանի հետ, այդ սանինին մեր հանդիպումը իտողում տեղի է ունեցել, այդ հրմշկոցի ես, որ ասում են չեն խփել, իմ աշխով եմ տեսել ու գեներալ բանի Թեմուրի մոտ էլ հետը խոսալուց ես Թեմուրին ասեցի, ես չեմ թույլ տա, որ ով ուզում ալինի, անկախ նրանց բաղեցրած պաշտոնից, դիրքից կամ չգիտեմ ինչ վիճակից, թույլ չեմ տա, որ ծնողին ստորաբար հետևից խփեն վզին։ Էդ իմ աչքից տեսած իմ ասում չի եղել դες բան։ Եղել է կոհանին ցույց տամ, որ եղել է, ես եմ տեսել։ Ու էդի որ ասում եմ Թեմուրին, Թեմուրին, գիտե հրմշտոցից հետո գեներալ մայոր Թեմուրը գնում է ասերանին ասում է, որ ես ծնողներ արդեն կադրոնից հերել էր արդեն, այդտեղ խրմշտոց, խաշկշոց, կռիվ, աղմուկ, բաղաղակ, ես այդ ամեն ինչներ իրա փորձում են Աբիջանի շիշ նետելու վրա, բանամենտատեղից սկսեց։ Այդ շիշ նետելու ավարտույթ է շատ ներողություն, բայց մենք մեր ժողովուրդը սովորեց մեր ազգային ժողովից մեր պատգամավորներից չէ, այդ շիշներ ես իմ ինչ չերելի, որ հիմա շիշը նետեց, հետո ռազմական ոստիկանության աշխատողները փորձեցին արդեն կիրառել համապատասխան ինչ-որ գործողություններ։ Այս սա ամեն ինչը են որ, դա, ասեմ ամենին, գլխավոր շտաբի պետ, գեներալ ասերյանը ինք իրաբերնով ասեմ, որ ինքը դաժիկ սայոքին մինչև եկած կես էլգա շտաբը։ Է դե որ է տեղ է, պարոն գեներալ, ձեզ պետք է հակի պետը տեղեկացված չեն տեղեկացնել, ու ասել, որ պարոն գեներալ լեյցեդան, ծնողներն եկել են ձեր հետ հանդիպում են ուզել, չէ կա, էլի все-таки հակի հերթապայության պետը չզեկուցի գշպետի, որ ասի եկել են։ Բայց փաստենք թե մեզի կամ խախում են, կամ այդ արամարական
ձերնը, որ եկել կեսավ երկու ժամ կմենակ կհոգնեք ելնեք ենթակելի, չի նենք դենց։ Եկել ենք հայլ գալու է, որովհետև մենք չենք եկել, մեր երեխեքի հետևից ենք եկել։ Գեներալի Ասրյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ։ Ես իրան պարզ հարց եմ տվել, այդ հարցները եմ բարձրացնում։ Պարոն գեներալ, դուք լինելով արդեն գշփեք։ Այս երեխեքի հարցը կարող լուծվել շատ վաղուց։ Ոնց է գերիների կամ աներկորացների հարցը լուծվում, դա կամ փոխանակությունն է, մենք ձեզի, դուք մեզի, մեր ձեզի, ձերը մեզի, կամ դուք ունեիք հնարավորություն շուրջ 200 ադրբեջանցի զինված, որոնք մտել են մեր սուվերեն տարած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարած զինված կրկնում են, գերեվարելու։ Այդ նրանց գերեվարելով մենք այսօր այս հարցը չէինք ունենալ։ Ինչի չեք արել, հարցա չէ, մեր կողմից հստակ հարցա, որը որ ճիշտ հարցա, օրինական հարցա, այդ անելով մենք այսօր ներեխտի ճարտակագից գոնե մի բան ունենայինք։ Իսկ պատասխանը գեներալ Լեցենովի կարծում եք այտենց հեշտ է գերեվարելը։ Բայց ոնց պետք է գերեվարեք, այդտեղ չի Ադրբեջանը կարծում է Ղուկասյան, տպավորություն չստացվի, որ դուք ապտանի սանկություն չունի այս հանրը, բայց այս հանգամանքը մեղադրանքի ծավալից դուրս եք ասում, էլի։ Ինչը որ դուք հիմա ասում եք, ձեր մեղադրանքի շրջանակին ես ասում եմ, որ 910 աճարներ ոսկում գավարից պասուշից եթե Ասիանը տեղում եք, ինչի չընդրեք հասկանում ինչ եք ասում, ինչի չընդունեք, ինչի բերեցին, հասցրեցին, որ այդ վախում եկավ, հետո ինձին վիրավորականին համար ամենաշատը նա է, որ ինձ մեղադրում են, խումիգանության ունեն, ինձ իրոք վիրավորական է։ Ասենք ես խումիգանական մարան, ես տանբան որտեղ որացեք մենեն, ոստիկանության աշխատողների տարան գարասը, ոչ մեկեք երբեք անհանդալի չեմ խոսել։ Միշտ բնողները, որոնք որ փորձել են ինչ-որ ալմակալ անեն, ասել են որոշ ունեն, կսմարտիկ ծառայություն են կատարում, դա իրաց ծառայությունն է, իրանք պետք է կատարեն իրաց ծառայությունը։ Մենք պետք է նրանց ասենք, որ այդ հրամանները այս մարդկանց ուչացնում են։ Չի եղել իմ կողմից մի դեպք, որ ասեն Արսենը ոստիկանության աշխատողի հետ անհարմարից վերաբերմունքացում, էլ չեմ ասում խփել, հարվածել եւ այլ եւ այլ։ Նորզում նշված է մահը, իմ ձեռը մահը չէ, մոտեղել եմ միշտ իմ ձեռնա փայլը։ Այս սա չէ, էսի գրակատարողական հիմնարկում է զահոկավորն վերադրել։ Իմ մահը հիմա իմ ձեռնա փայլը։ Հիմա իրեն ապացուցության։ Հիմա այդ չգիտեմ ինչ ասեմ, ոնց ասեմ։ Ինչ են վերաբերում տալանքիս է 7 հոգի 30 մետրի մեջ։ Շարժվելու հնարավորություն չկա։ Ծխում են, այսօր մի վերում դու ածիկալում եմ սրա վրա ցանես կուտի, որ հոտից չբերնենք, որտեղ ոչ ցանի, ավաստը ոչ ուրիշ չկանենք այն։ Այդպես է ծխի հոտը։ Այդ շրջում եմ, ես սիլիկոնը չեմ կարող քնել, երրորդ գիշերը ես չեմ քնել։ Հնարավոր չէ պայմաններում քնել։ Որովհետև գիտեք ոնց է օպերմասը մտնվա շմոնի, են մեկ են, մեկ է տենում ես դու պարասը տեղանես, իրվանում աղտվելով բանես։ Ոչ միտերից ոչ պախնելու են, ոչ է պախնելու, իսկ ես դեպքի հետ կապած են, դերելեպտից գործը բարոթը սկսելուց առաջ, ինձ իմ խողովակներով հայտնեցի, որ գործը որ է բացում։ Ինչ ես մտածում, տես ինչ ես կարեք, շատ, եթե պախնող է, ինչ 4 օր առաջ, ընես կպախնեն երկերից, որ իզոթոզով ոչ մի չէ, ես ունեմ պախնեն, պատմաժան պատրան, ես ունեմ իմ վրա միսիա, ես պետք է ես հարցը տանեմ մինչև վերջ։ Այս երեխեքի ճարտակագրի հարցը իմ համար առաջնային հարցը, չկա իմ համար իմ այսօր ընտանիքիս անդամները նստած են, իմ կինը միշտ է ասում, դու քո ընտանիքը մոռացել ես, համար դառել է այս հարցը։ Այս երեխեքի հարցը։ Այոյանքներ հնչեցրել են միշտ են մարդկանց, ովքեր որ փողոց
փորձել են ծնողի վրա ձեռ բարձրացնել։ Չի կարելի, անթույլատրելի է, պատվարժան կա դա։ Ես այդի համարել եմ անբարոյականություն ծնողի վրա ձեռ բարձրացնելը, վշտի մեջի ծնողին խփելը որն է։ Խփելը որն է, վշտի մեջի այդ մարդը իր 5 տարին իր հետևուց խաբարություն չունի, որը ունի երեխա հաստատ ինձ 5 կհասկանա, 5 ժամ ձեր երեխուց չունենը, ձեր բոլոր միջոցները իրարեք, որ իմանաք ինչ եղավ, ոնց եղավ, որտեղ է ինչ եղավ։ 5 տարի է չունենք, երբ որ իմանում ենք, որ մարդիկ են եղել, որ ունենք ու ոչ մի բան չեն արել։ Կարող Վարդանյանին էլ ունեմ հստակ հարցեր, ես իրան վերջի անգամ հանդիպել եմ Երևանում ուղղակի թաղման հարցեր,